Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս ֆերմեր Դավիթ Դավթյանն է։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, պարոն Դավթյան, հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերելու։ Մեր տաղավարում գրեթե միշտ լինում են քաղաքական հասարակական գործիչներ, բայց մենք հաշվի առնելով վերջին շրջանում Ռուսաստան արտահանումների հետ կապված խնդիրները որոշեցինք առաջին ձեռքից, այսպես ասած, ֆերմերներից կամ արտահանողներից հասկանալ, ինչ խնդիրներ կան, ինչ խնդիրների առաջ են իրենք կանգնել եւ նաեւ ինչ հնարավորություններ են այդ խնդիրները բացելու իրենց համար։ Դուք արտահանող եք, ռուսական շուկայի վերջին սահմանափակումները ո՞նց են ազդել անձնապես ձեզ վրա, ձեր բիզնեսի վրա եւ նաեւ եկամուտների հետ կապված ինչ խնդիրներ եք ունեցել կամ գուցե արտահանման ծավալների հետ։ Մեր արտադրանքի մոտավորապես 90%-ը արտահանվում էր ռուսական շուկա։ Ու միանգամից այս ամեն ինչ տեղի ունեցավ, բայց մենք մեծ խնդիրների առաջ չկանգնեցինք, քանի որ ծնեբեկի դեպքում ավելի հեշտ է, որովհետև ծնեբեկը սպეციფიկ առանձնահատկություններ ունի, մեր հիմնական մշակաբույսն է, էլի։ Իսկ մնացածի մասով մենք նոր չի, որ մտածում ենք այլն որպես ընկերություն, որպես անհատ, հա, ասենք նոր չի, որ մտածում ենք այլընտրանքային շուկաների մասին ու արդեն մոտ 2-3 տարի առաջ սկսել ենք մեր քայլերը, այսինքն մասնակցում ենք տարբեր էքսպոների, միջոցառումների Դուբայում ու մնաց ուրիշ պետություններում ենք անընդհատ այս նոր ուղիներ փնտրելիս ենք եղել ու այդ մեծ ահագին մեծ օգնություն էր, էլի, այս փորձը, որ արդեն ունեինք։ Մեծ խնդիրներ են առաջացրել, հավանաբար նաև ձեր բիզնես շրջանակներում կլինեն մարդիկ, ովքեր արտահանումներ են իրականացրել նույն գյուղ ոլորտի մթերքների հետ կապված եւ ռուսական շուկայում ստեղծված խնդիրներ իրենց համար լուրջ խնդիրներ են առաջացրել։ Ես անընդհատ գյուղերում եմ ու ասենց ասեմ, միշտ ֆերմերների մեջ եմ, էլի ու շատ է իմ շփումը ֆերմերների հետ։ Մենք տարբեր մենք ունենք խնդիրներ, բայց ես ավելի շատ գիտեք խնդիրների մասին ամբողջ լրահոսը օրինակ խնդիրների մասին ներկայացված է։ Ես ավելի շատ կուզեի, որ մենք խոսեինք ավելի շատ լուծումների մասին, ինչ կարելի անել ու ինչ պետք է անել, էլի։ Տեսեք, օրինակ իմ ընկերները զբաղվում են բավականին ակտիվ ծաղկի արտադրությամբ, երևի շաբաթական 2-3 անգամ կապի մեջ եմ։ Նույն դեպքում դեռ շատ մրգեր նոր պետք է հասնեն։ Ծիրանի դեպքում լուրջ խնդրեմ չունեցանք, քանի որ այս տարի շատ քիչ էր ծիրանը։ Բայց պետք է մենք մտածենք այլընտրանքային ուղղությունների մասին։ Մենք պետք է մի բան հստակ տարբերենք։ Երկու գյուղատնտեսությունը մենք նայում ենք մի գծով գյուղատնտեսություն, բայց երկու տեսակ գյուղատնտեսություն կա Հայաստանում։ Գյուղատնտեսություն, որով զբաղվում են ֆերմերները, ընկերությունները, ֆիրմաները, գյուղատնտեսություն, որով զբաղվում են գյուղական տնտեսությունները։ Այսինքն երկու տարբեր տեղերում լրիվ տարբեր գյուղատնտեսություն է։ Մենք պետք է հասկանանք ինչի մասին ենք խոսում։ Երբ որ մենք խոսում ենք ընկերությունների մասին, այստեղ ուղղություններն ու լուծումները, խնդիրները, ռիսկերը այլ են։ Երբ որ մենք խոսում ենք գյուղական տնտեսությունների մասին, մի քանի 100,000 գյուղական տնտեսությունների, այստեղ ավելի ուրիշ ձև է, խնդիրները ու լուծումները լրիվ ուրիշ տեղ են։ Դրա համար պետք է մենք հասկանանք կոնկրետ ինչի մասին ենք խոսում։ Սա շատ կարևոր է։ Կոնկրետ ռուսական շուկայում առաջացած խնդիրները որ ոլորտին, ձեր ասած որ ոլորտին են ավելի շատ հարվածել։ Երկու օղակին էլ հարվածել են, բայց առաջին օղակը տնտեսությունները կարողանում են մանյովրել ավելի շատ, որովհետև այս դեպքում ստանդարտ որակ, բացի դրանից բիզնես բանակցություններ, այս ամեն ինչը իրանք կարան տանեն այս շուկաների հետ կապված։ Օրինակ մի ջերմատուն, որտեղ արվել է մի քանի միլիոն դոլարի ներդրում, այստեղ իրանք ունեն շատ լայն ավելի հնարավորություններ, բայց գյուղական տնտեսությունը, ով Բաքվում ունի 2000 քառակուսի մետր ջերմատուն ու ամբողջ ընտանիքով ներգրաված են այդ գործի մեջ, այստեղ ուրիշ խնդիր է։ Ու այստեղ այլընտրանքային շուկայի մասին խոսելը անիմաստ է գյուղական տնտեսությունների դեպքում։ Իսկ ամենակարևոր ու ամենալուրջ խնդիրը այն է, որ գյուղական տնտեսությունները շատ են։ Բայց այդ գյուղական տնտեսությունների սպառման հիմնական աղբյուրը կամ հիմնական տեղը արդյոք ներքին շուկան չէ։ Ոչ։ Դրսի շուկան։ Այո, ռուսական շուկան ա եղել, ուղղակի սիստեմա է եղել աշխատելուց։ Ու սիստեման ոչ թե հստակ դրվել է, այլ տարիների ընթացքում ինքն է կազմակերպվել է։ Այսինքն մոտապայմանականորեն ընդունենք 1000 մետր, 500 մետր, 2000 քառակուսի մետր մի քանի տասնյակ ջերմատների ապրանքը կենտրոնացել է մեկ կետում,
ստանդարտացվել է հնարավորին չափ հասանելի այդ այն շուկային, որտեղ ուղարկելուց ենք եղել եւ արտահանվել է։ Բոլոր օրինակներով կարող ենք այս նույնը խոսել։ Իսկ ընկերությունների դեպքում լրիվ այլ մեխանիզմներ է գործել։ Շատ ընկերություններ նույնիսկ իրանց սեփական բեռնատարներն են ունեցել ու հիմա էլ ունեն ու կատարել են ուղիղ արտահանումներ։ Այստեղ շատ կարևոր է այս առանձնացումը, որ այս առանձնացումը ես չեմ տեսնում ոչ միտեղ։ Եվ արդեն առանձնացնելուց խնդիրը եւ լուծումները ավելի པարզ են դառնում, որ ուղղությամբ ինչ պետք է անենք։ Պարոն Դավթյան, հիմա հաշվի առնելով թե ինչ խնդիրների առաջ են կանգնած որոշ բիզնեսմեններ, արտահանողներ ռուսական շուկայի, այսպես ասած, խնդիրների պատճառով, առաջացած խնդիրների պատճառով, բիզնեսմենը ինքը պիտի գտնի այլընտրանքային շուկաներ, թե պետությունը պիտի աջակցի, որպեսզի բիզնեսմենները կարողանան այլընտրանքային տարբերակներ որոնել։ Պետությունը պետք է աջակցի, որպեսզի բիզնեսը կարողանա գտնի շուկաներ։ Հիմա առաջացած խնդրի պարագայում ինչ պիտի անի։ Պրոբլեմ կա, էլ եկեք հասկանանք։ Շատ գյուղական տնտեսություններ մտածելակերպով ամեն ինչով դեռ սովետի շրջանի մտածելակերպն է ու պահանջներն է։ Ինձ համար գործնականում ինչ է դրսևորում։ Դա գիտեք ինչ, խոսք պետությունը երբեք ու ոչ մի դեպքում ոչ մեկի միտքն ու բանջարեղենը չի գնելու։ Այսինքն, բայց միևնույն ժամանակ պետք է պետությունը ստեղծի այնպիսի պայմաններ, որպեսզի այս մարդիկ կարողանան վաճառեն միտքն ու բանջարեղենը։ Սենց խոսալը շատ հեշտ է, բայց պետք է լուրջ գործողությունների գնանք, հասկանում եք, օրինակ պետությունը ինչ պետք է անի, պետությունը պետք է բիզնես կապեր ստեղծի, պետությունը պետք է իր, չգիտեմ, այդ բոլոր հնարավորությունները օգտի, որպեսզի բիզնեսը շփվի բիզնեսի հետ։ Վերջապես քաղաքական, չգիտեմ, ոնց հասկանում են, քաղաքական առումով եվրոպացիները լավ տրամադրված են, որ մեր գյուղմթերքը մտնի եվրոպական շուկա։ Եվ կմտնի։ Ինչու չպիտի մտնի։ Կմտնի, բայց պետք է մտնի այն դեպքում, որ բիզնեսը համագործակցի եվրոպական օրինակ սուպերմարկետների հետ, այսինքն բիզնես համագործակցությունը, որքան է լավ հարաբերություն լինի պետության դիվանագիտական առումով ամեն ինչը նորմալ լինի, պետք է նաև բիզնեսները իրար հետ լավ հարաբերություն ունենան։ Իսկ այստեղ արդեն բավականին շատ հարցեր կա։ Ոնց է հնարավոր այդ կապերը ստեղծել։ Դրա համար եմ ասում, բիզնեսը ինքը պիտի գնա գտնի իր այլ երկրում իրեն այսպես համագործակցող մեկին, թե ինչ պիտի լինի։ Որ այս ընթացքում օրինակ մի հատ միջոցառում կազմակերպվեր, որ եւ աշխարհի տարբեր անկյուններում նախ ուսումնասիրվեր այն անկյուններում, որտեղ Հայաստանի մթերքի հասնելը հասանելի է։ Այդ անկյուններից տվյալ գործով զբաղվող բիզնեսմեններին հրավիրեին Հայաստան։ Բայց ինչ որ պետական միջոցառում կազմակերպվեր։ Միևնույն ժամանակ ոչ թե էքսպոյի կարգավիճակով, այլ մի կետում ամբողջ մեր գյուղմթերքը ներկայացված լիներ, գործարարները ներկայացված լինեին։ Ու այս համագործակցությունը այս ձևով պետք է լինի։ Օրինակ պայմանականորեն եվրոպական ինչ-որ պետություն ասում է մենք օքեյ ենք ձեր ծիրանը բերեք։ Ո՞վ պետք է ծիրանը տանի։ Պետությունը չի տանելու պետությունը։ Ո՞վ բիզնեսները։ Բիզնեսը պետք է տանի, իհարկե։ Բիզնեսը տարավ այնտեղ։ Արդյոք այդ ծիրանը կարողանում ենք մենք այն վիճակով հասցնել այնտեղ, ինչ վիճակով տվյալ պետության պահանջն ու ստանդարտն է։ Մենք մի բան պետք է հասկանանք, ես օրինակ մի անգամ ասեցի եթերում ու բավականին շատ քննադատության արժանացա, բայց երկրորդ անգամ եմ կրկնելու։ Այն տարբերակով, ինչ տարբերակով մենք միշտ արտահանել ենք ծիրանը, աշխարհի շուկաներում դա ընդունելի չէ։ Ո՞րն է ընդունելի։ Ընդունելին մենք պետք է ուսումնասիրություն կատարենք։ Առաջին հերթին մշակույթը, ամեն ինչը ուսումնասիրենք, վաճառքի մշակույթը ուսումնասիրենք։ Նույն Սինգապուրի օրինակը բերեմ։ Ես թեկուզ փորձում եմ հնարավորինչափ քիչ խոսամ այդ մաս։ Նույն Սինգապուրի օրինակը բերեմ։ Սինգապուրում ես կարծում եմ, որ դեռ կհաջողենք Սինգապուրում։ Մնացածը ժամանակը ցույց կտա։ Սինգապուրում ես ծիրանը ուղարկել եմ այն ձևով, ինչ ձևով, ասես Հայաստան ես ինչ ես անում, աննորմալ մի հատ երևույթ էր այդ ամեն ինչը։ Այսինքն պլաստմասե ամանների մեջ հատիկ 6 հատով շարած, հետո այդ նույն պլաստմասե ամանները արգի մեջ շարած, բայց սա մինիմալ պահանջն է տվյալ պետության։ Քո 10 կիլոգրամանոց արգով ծիրանը ցանկալի չի, ընդունելի չի։ Ես նույնիսկ տարբերակ էի լսել, երբ առաջարկ էր հնչում, որ ծիրանը պետք է հատով վաճառել, ոչ թե կիլոգրամով։ Եվրոպացիները օրինակ կարող են գնել ծիրանը, հաշվի առնելով, որ դա օրինակ հատուկ ծագում ունի, հատուկ երկրից է, հատուկ շղարշ ունի եւ ծիրանը ինչ գնով ենք հասցնելու Եվրոպա, բավականին թանկ։ Ծախսերը, հաշվի առնելով լոգիստիկ վիճակը։ Այո, համեմատած։ Այսինքն այնտեղ մենք պետք է ներկայացնենք պրեմիում ապրանք։ Պրեմիում մթերքը, այո, իհարկե,
երբեք բարձրակարգ պրեմիում մթերքը արխի մեջ խառը 10 կիլոյով լցրած չի լինում։ Այսինքն մենք պետք է, բայց չեմ ուզում մենք խոսենք կոնկրետ մի օրինակից։ Ես ուզում եմ ավելի համակարգային։ Տեսեք, այստեղ գալուց ես ժամացույցին էի նայում, որ չուշանամ։ Իմ ժամը մեխանիկական ժամացույց է։ Այդ ժամը, որ նայում ենք, այս արդեն այս արտահանումն է։ Այս երևացող մասը, երբ որ այդ մեխանիկական ժամացույցը պատտում ենք, հետևի կողմում տասնյակ փոքր անիվներ են, ատամներով անիվներ են, որ մեկը մեկին պատտում է։ Այս անիվները, որ իրար հետ sense պատտում են, այս սա է, այս աշխատանքը պետք է լինի, ժամացույցի մեխանիզմ ունենալու համար, նախ դրա համար լավ աշխատանք պիտի կատարենք, տնային աշխատանք։ Այսինքն միանգամից հնարավոր չի այդ մեխանիզմը կիրարկել, օրինակ եվրոպական շուկա դուրս գալու տարբերակով, այսինքն հնարավոր չի ստանդարտները միանգամից թող չլինի ռուսական շուկա, թող լինի չլինի եվրոպական շուկա, թող լինեն այլ շուկաներ, բայց որպեսզի այդ ճշգրտությամբ եւ այդ որակով մեր բիզնեսմենները կարողանան դուրս գալ այլ շուկաներ, դրա համար մեզ ժամանակ է պետք։ Մենք պետք է անենք, ուրիշ ճանապարհ չունենք։ Այստեղ բիզնեսների դեպքում արդեն այդ մեխանիզմները պատրաստ են։ Լավ պրոդուկտ են, արտադրվում է պրեմիում պրոդուկտ, արտադրվում լավ փաթեթավորումը։ Մենք ունենք հզոր ընկերություններ գյուղատնտեսական, շատ լուրջ խնդրեմ ունենալու են գյուղական տնտեսություններում։ Այստեղ մենք պետք է այդ ժամացույցի մեխանիզմները կարողանանք կիրառել։ Եվ այդ ժամացույցի այդ օղակներից որոշները պետությունն է, որոշները բիզնեսն է, ամբողջը կա, բայց իրար հետ ներդաշնակ չի, մեկը մեկին չի պատտում։ Այս է մեր ամենամեծ խնդրեմը։ Գյուղական տնտեսությունների ապրանքը ես հասեցի ինչպես է հասել Ռուսաստան։ Մենք պետք է, եթե ուզում ենք ամեն ինչ կարգավորվի, բիզնեսին հնարավորություն տանք, որպեսզի բիզնեսը իր շահույթը փողը աշխատելու համար կարգավորի գյուղական տնտեսությունները։ Մեզ պետք են օր առաջ ստեղծել լոգիստիկ կենտրոններ, բայց ճիշտ լոգիստիկ կենտրոններ։ Ուղղակի են գյուղական տնտեսություններում տարբեր օրինակ տեսել եմ, որ սառնարաններ են կառուցել, որ գյուղացիները բերքը տանեն չփչանա։ Այդ սառնարանների 90%-ի դռները չեն բացվել երբեք։ Խոսքը սրա մասին չի։ Հստակ պետք է աշխատեն լոգիստիկ կենտրոններ, շատ խնդիրներ մենք ունենք։ Շատ լավ, որ շուկաները պիտի համարվեն մեր բիզնեսմենների համար այլընտրանքային շուկաներ։ Տեսեք, մենք շատ ենք կենտրոնանում եվրոպական շուկայի վրա, ասում ենք դե ես գլոբալ առումով եմ ասում։ Մենք խոսում ենք այն մասին, որ ռուսական շուկայից ունենք կախվածություն, երկրի կառավարությունը կարևորում է, որ պետք չէ մեկ կետից կախվածություն ունենալ, մենք պետք է դիվերսիֆիկացնենք կամ այլ կերպ ասած տարբեր շուկաներում կարողանանք հասանելի, տեսանելի լինել, որ թույլատնենք այդ կախվածությունը, բայց չգիտես ինչու կենտրոնանում ենք եվրոպականի վրա։ Ինչ այլ տարբերակներ ու շուկաներ կան, որ մեր բիզնեսը կարող է դա դիտարկել եւ դա շատ ավելի հաջողված կարող է լինել, նաեւ զուգահեռաբար բնականաբար նաեւ եվրոպական շուկան դիտարկի։ Շատ ավելի մեծ հեռանկար ունի ինձ համար, սուբյեկտիվ կարծիք եմ ասում, արաբական շուկան, քան եվրոպական շուկան։ Արաբական շուկան նույն օրինակ Դուբայը մեր քթների տակ է, շատ մոտ ենք, շատ հարցեր այստեղ ավելի հեշտ լուծելի են։ Այս ուղղակի մենք մի հատ շատ վատ բան ունենք, բնավորություն ունենք, մենք ավելի շատ սիրում ենք խոսել, քան գործել։ Եթե մենք սինխրոնիզացված ֆերմեր պետություն իրար հետ գործեինք, մենք այս վերջի շրջանում շատ մի հատ լուրջ մեր ձեռքից մի հատ հնարավորություն բաց թողեցինք։ Իրանի հետ կապված պատերազմը, Իրան իր պարենային անվտանգության համար փակեց գյուղմթերքի արտահանումը։ Արաբական շուկայի միջև 35%-ը, Դուբայի ու Էմիրատների միջև 35%-ը իրանական գյուղմթերքներ։ Այսինքն ինձ ձևա այդ պահին իհարկե, իսկ այդ նման պետությունների պոկեքը երբեք ազատ չեն մնում։ Ուրիշն է մտնում։ Այսինքն սա հնարավորություն էր, որ օրինակ մենք չկարողացանք, իսկ ինչի չկարողացանք։ Պատրաստ չէինք։ Հիմա պատրաստ ենք, ոչ։ Պատրաստ չենք ինչով։ Պատրաստ ապրանքների որակով, նոր հնարավորություն փորձելով, ծախսերով, լոգիստիկ խնդիրներով։ Շատ ցավոտ բան պետք է ասեմ, ավանդույթի ուժը մեր գյուղատնտեսության մեջ շատ ուժեղ է։ Շատ ուժեղ է։ Դա նշանակում է, որ ինչ ձև մշակել ենք եւ ինչ մշակել ենք, հիմնականում շարունակում ենք նույն ձև մշակել եւ ինչ մշակում ենք։ Իսկ ինչ պիտի անենք։ Մենք պետք է անընդհատ կարգավորումներ տանք։ Այս սրա համար որ լինի լոգիստիկ կենտրոն, ինքը իր փողը աշխատելու համար ապրանքը վերցնի,
ստանդարտացնի եւ արտահանի, արդեն նաեւ գյուղացուն ասելու է ինչ մշակի։ Իսկ պետությունը ստեղ զգուշավոր է, ասում է, եթե չեմ վաճառելու, ո՞նց գնամ ասեմ ինչ մշակի։ Մեր ամենամեծ խնդիրը, ինչի եմ ես շատ լավ իմ վրա ընդհանրապես չի անդրադարձել, շատ ուղիղ ասում եմ, ռուսական շուկան փակել է։ Ոչ թե չի ես ուզում ճիշտ ավելի տամ ձևակերպումս, սա իմ տնտեսության հաջողության եւ հետագա զարգացման վրա խաչ չի քաշելու, որովհետեւ ճիշտ ժամանակին կողմնորոշվի ճիշտ մթերք եմ արտադրում, թանկ մթերք եմ արտադրում, օդով տեղափոխվող մթերք եմ արտադրում, արտաքին շուկայում մի մթերք եմ արտադրում, որի պահանջարկը գնալով մեծանում է։ Մենք պետք է sense բաներին ուշադրություն դարձնենք, հասկանանք ինչ ենք անում եւ ինչպես ենք անում։ Գուցե էլի շարունակի, օրինակ Արամուս համայնքը զբաղվել գազարի արտադրությամբ, թեկուզ մենք գազարի ներսի մեծ պահանջարկ ունենք։ Բայց գուցե արդեն պետք է արտադրի մինի գազարներ դրսի շուկայի համար։ Մենք այս ամեն ինչի խնդիր ունենք, մենք խոսում ենք, բայց կարևոր աշխատանքները չենք անում։ Լավ, պարոն Դավթյան, արդյոք նաև դա է խնդիրը, որ եվրոպական շուկայում մենք շատ ենք խոսում ստանդարտների մասին եւ նաև հենց ձեր ասած այն ինչ կա արտադրում ենք եւ ինչ կերպ կա արտադրում ենք եւ չենք փոխում, դա է նաև պատճառը, որ ստանդարտներ չենք բարձրացնում եւ այլ շուկաներ մուտք գործելու հնարավորությունները չեն բացվում։ Ես միշտ խոսում եմ շատ զգուշավոր, հանկարծ իմ խոսքի մեջ չվնասեմ հայ գյուղացուն ու գյուղացու արտադրանքը, բայց երբեմն կա իրավիճակներ, որ պարտավոր ենք խոսել ավելի ճիշտ լինելու համար։ Հիմա մեր մոտ պարտանյութերը, խոսքը ոչ օրգանական, այլ քիմիական պարտանյութերի մասին է, շատ աննորմալ ձևի են կառավարվում գյուղական տնտեսություններում։ Շատ քիչ։ Անկանոն եւ երբեմն շատ։ Իսկ եվրոպական շուկաներում, օրինակ ասում է, օքեյ, ուզում ենք ձեր նույն ծիրանը, ուզում ենք ձեր ծիրանը։ Երբ որ այդ ծիրանը տանեն լաբորատորիա հետազոտության կամ ուրիշ մթերք տանեն, արդյոք մենք համապատասխանելու ենք նաև եվրոպական խիստ ստանդարտներին։ Մենք պետք է նաև սրան շատ ուշադիր լինենք։ Մենք չպետք է խոսանք Եվրոպայի մասին խոսում են այն դեպքում, երբ որ սկզբում ձեր ասած տնային աշխատանքը կատարում են, ասում են խնդրեմ, ես իմ տնայինը ստուգեք։ Դատարկ թուղթը, երբ որ դեմ ես տալիս, ասում ես խնդրեմ, ստե բան չկա գրած։ Մենք այս ամեն ինչ պետքա շատ լավ հասկանանք։ Ու ավելի ճիշտ, օրինակ, ես մի հատ հարց եմ ուզում նաև բարձրացնել, մենք ունենք լուրջ խնդրեմ արտահանման։ Իմ մոտ գիտեք, մեր Եվրոպա օդանավով շատ օրինակ Եվրոպա շատ դեպքում մենք օդանավով ենք նաև արտահանում անելու, էլ պայմանավորված աշխարհագրական մեր դիրքով ու գիտեք ինչ կա, այն որ գյուղից վեշ են ուղարկում տաքսիներով, ասում են ոտերի տակ դիր միջև Երևան հասցրու էլի ուսանող բալին։ Այդ նույն սկզբունքով է մեր գյուղմթերքը արտահանվելու օդանավով։ Մենք չունենք բեռնատար օդանավ։ Դա պետության անելիքն է։ Ինձ թվում է, այստեղ պետությունը շատ մեծ անելիք ունի։ Եթե պետքա նույնիսկ բիզնեսը անհատը գնի այդ օդանավը, օրինակ եմ ասում, կամ չգիտեմ, ինչ-որ կազմակերպություն բերի, ես չեմ տիրապետում այդ մեխանիզմներին, բայց որպես ֆերմեր ես գիտեմ, օդանավ ունենալու դեպքում բեռնատար, ինքնաթիռ ավելի կհեշտանա մեր գործը։ Այսինքն մենք մեր գյուղմթ, այսինքն այս տարբերակով մենք ոնց որ սովորական մարդատար ինքնաթիռների բագաժի մի անկյունում դնում ենք մեր գյուղմթերքը ուղարկում։ Այն հավի ու ձվի պատմության նման, դե կարող է ասեք գյուղմթերք չկա, որտեղից ուղարկեմ։ Դե քելեք օդանավ բերենք, լոգիստիկան իշտնի, ճիշտ աշխատացնելու դեպքում իհարկե էլ այդ օդանավը, ես որքանով տեղյակ եմ, դրսից Հայաստան շատ բեռներ են գալիս, Հայաստանից ավելի քիչ են դուրս գնում։ Իսկ սա ի՞նչ է։ Սա հնարավորություն է գյուղմթերքի արտահանման համար։ Մենք պետք է նման հարցերի շուրջ անենք։ Բայց լավ, եթե լոգիստիկ ծախսերը պետության կողմից սուբսիդավորվում են կամ Եվրոպական միությունը լոգիստիկ ծախսերի համար որոշակի հատկացումներ է անում կամ պատրաստ է դրանք անելու, չեն լուծում ձեր ասած խնդիրները։ Սուբսիդավորումը ինձ համար գիտեք ինչին է նման։ Չէ՞ որ դա նաև ծախսերի մասին է։ Չէ, գլուխը ցավում է, այդ պահին գլխացավի դեղ ես խմում, մի քանի ժամով քեզ հանգստացնում է։ Մենք պետք է ոչ թե հետևանքների մասին խոսենք, այլ պատճառների մասին խոսենք։ Հիմա սուբսիդավորումը նույն ձևով օրինակ կիլոգրամի համար էդ էլա չէ մեր փողը, մեր պետության փողն է։
կիլոգրամ ինչ տարբերություն, օրինակ մեծ հաշվով այդ փողը իմ գրպանից է գնում, թե կառավարության բյուջեից է գնում, իմ գրպանի փողն է հարկով գնացել է կառավարության բյուջե կամ ինչ-որ տարբերակով։ Կամ այդ փողը օրինակ կօգտագործվեր, չգիտեմ, իմ տատիկի պատկերացնում եք, չէ՞, ես sense չեմ նայում։ Մենք պետք է ավելի շատ այնպիսի աշխատանքներ կատարենք, որ այդ սուբսիդիայի կարիքը չլինի։ Իսկ սուբսիդավորման մասով օրինակ ես Սինգապուր, որ ուղարկել եմ, արտահանում եմ կատարել, 1 կիլոգրամ գյուղմթերքը հասնում է տեղ, մոտավորապես, օրինակ Ծիրանի դեպքում ես հասցրեցին դե 7 թե 7.2 դոլարով։ Ինչ միջոցով եք ուղարկել։ Իմ սեփական միջոցներով 7 կամ 7.2 դոլարով։ Այսինքն սուբսիդավորումը կոնկրետ իմ դեպքում հիմա ես ընդ շատ դժվարություն ունեմ մրցակցելու թուրքական ծիրանի հետ։ Արժեքային առումով մրցակցել եք Այո, որակով։ 40% որակը մերը շատ հզոր է համեմատած նրան, բայց 40%-ով ավելի մատչելի է թուրքականը։ Եվ ոնց եք դիմանում մրցակցությանը կամ ինչ եք անելու Դե որ տեսեք, դիմանաք։ ես այդ ծավալները չեմ ուղարկում ընդ, օրինակ թեմայից շեղվում եմ, բայց ասեմ, անցած կիրակի օրը Սինգապուրի ամենահին շենքը հայկական եկեղեցին է։ Ոչ, Ծիրանօրներքի արարողություն է կատարվել։ Այսինքն հարյուրավոր սինգապուրցիների հյուրասիրել ենք մեր ծիրանը։ PR քայլ է կարել նաև։ Դե չեմ ուզում ես ասեմ, ոչ մեն։ Ամփոփելով։ Ես չեմ արել այդ բան, այնտեղ են արել։ Գիտեք ինչ կա։ Մի հատ արագ բան ասեմ, էլի։ Արտահանումը, օքեյ, երկու տեսակի արտահանում կա։ Բոլոր դեպքերում մենք պետք է շուկայում ներդրում անենք։ Մի դեպքում միլիոններ ենք ներդրում անելու դրամով, մի դեպքում միլիարդներ ենք ներդրում անելու։ Խոսում եմ ես բիզնեսի մասին։ Երբ որ միլիոններ է բիզնեսը ներդրում անում, այսինքն ավելի փոքր։ Ինքը երեխու պես բան է, պետք է այդ շուկան զարգացնել։ Դրա համար տարիներ է պետք։ Ինչպես ռուսական շուկան տարիների ընթացքում զարգացել է։ Այս ամեն ինչը մենք պետք չի sense։ Մեր մոտ այս խնդիրը լուրջ կա։ Երբ որ ասում են գյուղատնտեսություն, մի քանի միլիոն դոլարանոց ընկերությունը համեմատում են մի քանի 100 դոլարանոց գյուղական տնտեսության կապիտալով գյուղական տնտեսության հետ։ Երբ որ խոսում են շուկայից, միանգամից մի քանի միլիոն դոլարանոց շուկայի քայլերը եւ համեստ արտահանումները սկսում են համեմատ։ Այս ամեն ինչը մեր մոտ տարանջատում պետք է լինի, ճիշտ դասակարգում։ Ամեն ինչ իր դարակի մեջ պետք է դասավորած լինի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Զրուցակիցս ֆերմեր Դավիթ Դավթյանն էր։ Կհանդիպենք։